2025 թվականի բյուջեով 42.6 միլիոն 42 միլիոն 600 հազար դրամ ավելի կոնկրետ տրվել է Երևան քաղաքի 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին աշխատողներին տանեն տուն բերեն աշխատանքի։ Բավական չի, որ քաղաքապետարանի վարչության պետերը, բաժնի պետերը չեն օգտվում քաղաքային տրանսպորտից։ Հիմա էլ կամ չգիտեմ, նաև այս տարի էլ ա եղել 24 թվականին աշխատակազմին են տանում տրանսպորտով տուն բերում։ Այդ արդարացի չի, տղեկ ջան, արդարացի չի, որովհետև երթևեկեք տրանսպորտով, տեսեք թե ինչ են խոսում ձեր մասին տրանսպորտում, թե ոնց են մարդիկ երթևեկում այդ տրանսպորտով, ձեր բարեփոխած տրանսպորտով, մի կերպ, այսօրվա տրանսպորտը 90-ականների տրանսպորտից տարբերվում է մի բանով, որ այն ժամանակ դռներից կախված են երթևեկում, հիմա դռները մի կերպ է փակվում։ Երթևեկեք ու տեսեք թե ինչ են ասում ժողովուրդը այս վիճակի մասին։ Արդարացի չի նաև նրա համար, որ քաղաքապետարանը իր աշխատակազմին տեղափոխում է այդ տրանսպորտով կամ այդ ավտոբուսներով տուն աշխատանքի, նրանք հանգիստ գնում գալիս են, կամ եթե առաջիկայում թանկանալու է, թանկ չեն վճարելու, իսկ մնացած մասը ժողովրդի թանկ է վճարելու կամ տեղափոխվում է այդպես շատ վատ վիճակում, լավ, ուրիշ անուններ չդնեմ։ Նաև արդարացի չի նրա համար, որ միայն քաղաքապետարանի աշխատակազմն է դրանով տեղափոխվում։ Այդպես ճիշտ չի, տղեկ։ Նաև ուրեմն այդտենց է պետք է քաղաքապետարանի ենթակա մյուս հիմնարկ ձեռնարկություններն էլ այդ հնարավորությունն ունենան, որպեսզի իրենց աշխատողները կարողանան նաև իրենք անվճար երթևեկեն։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, դա մետրոպոլիտենն է։ Ուրեմն մետրոպոլիտենում ուղևորող հոսքը ավելացնելու համար այսօրվա հաշվարկով միջինում 70-ից 80 հազար օրական փոխադրում է լինում, որպեսզի այդ թիվը բարձրանա եւ վերգետնյա ուղևորահոսքը տեղափոխվի մետրոպոլիտեն, որով կթեթևանա վերգետնյան, պետք է շարժակազմեր ավելացվի, ուրեմն ես նամակ եմ գրել մետրոպոլիտենին, ինձ պատասխանել են, որ կառավարությանն են դիմել 74 միլիարդ դրամ փող են ուզելու, որով պետք է նոր շարժակազմեր գնվի, 45 հատ վագոն պետք է գրվի, բայց այս տարվա բյուջեով դա չկա։ Ուրեմն նորից անդրադառնամ 90-ական թվականներին, 90-ական թվականներին մետրոպոլիտենը, ընդհանրապես Երևանի տրանսպորտը այն վիճակում էր, որ մետրոպոլիտենում էլ վերգետնյայում էլ շատ մարդիկ էլի տրանսպորտի երկար սպասում էին, ու էլի խնդիրներ կար, ու էլի դժվար գնում էին տրանսպորտով, բայց մետրոպոլիտենը աշխատում էր 4 վագոնով։ Եվ ավելի շատ մարդ է տեղափոխում, քան հիմա է տեղափոխում։ Ու այդ պրակտիկան կարելի է հիմա էլ օգտագործել, վագոնների թիվը ավելացնել եւ շարժակազմերի թիվը ավելացնել միևնույն ժամանակ։ Եվ այս 74 միլիարդի համար, որ դիմել են կառավարություն, այս գործընթացը արագացնել, ես այս հարցը հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացրել եմ, պարզվում է, որ դեռ նոր պետք է քննարկվի, որ այս գումարը հատկացնեն կամ չգիտեմ, չհատկացնեն կամ մաս հատկացնեն, այս հարցը պետք է լուծի, որը կթեթևացնի Երևանի տրանսպորտի վիճակը, այս վիճակը եւ ուղևորահոսքը նորից մասում տեղափոխվի մետրո, որի արդյունքում էկոլոգիական հարց կլուծվի, մարդիկ եթե տեսեն նորմալ տրանսպորտը աշխատում է, կնախընտրեն տրանսպորտով երթևեկել ու մեքենաները քիչ տեն քաղաքի կենտրոն ու օդը քիչ կախտոտվի։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, ես հարցադրմանս մեջ ասեցի, հիմա նույնպես դրան անդրադառնամ, դա այդ 62 միլիոնն է, բյուջեի 56-րդ կետն է, որ տրամադրել եք կոյուղատարերի մաքրման, ավելի ճիշտ վերանորոգման համար։ Ուրեմն մեզ դիմել են, կոնկրետ ինձ դիմել են հարավարևմտյան B1 թաղամասի Անդրանիկի 62 շենքից, ուրեմն այդ շենքի բակում կա դիտահոր, տեղով անցնում է կոյուղատար, այդ կոյուղատարը հաճախակի լսվում է, այդ կոյուղին բարձրանում է դուրս է գալի դիտահորից, լսվում է այդ շենքի բակ, կանչում են, գալի մաքրում են, բայց դա խնդրի լուծում չի։ Այդտեղ պետք է ուրեմն կոնկրետ գործողություններ, կոնկրետ այդ կոյուղին պետք է ամփոփեք արդեն։ Ամփոփում եմ, վերջացնում եմ։ Կոնկրետ այդ կոյուղին պետք է վերանորոգվի կամ փոխվի, որպեսզի այդ նման խնդիր չառաջանա։ Ու այս հարցով ես նամակ եմ գրել, էլի պատասխանել եմ, որ քաղաքապետարանը պատասխանել է, որ վարչական շրջանը այդ հարցով կզբաղվի։ Պետք է այս հարցով հետևողական լինել եւ այս կոյուղատարի հարցը լուծել։ Եվ ամենավերջում պոլիկլինիկաների մասով էլի դիմել են մեզ պոլիկլինիկաներից օգտվելու հետ կապված մենք գիտենք որ անվճար է պոլիկլինիկաներից ծառայություններից օգտվելը, ավելի կոնկրետ կոնսուլտացիաները, բայց որոշակի ծառայություններ կան կամ որոշակի բժիշկներ կան, որ գումար են
չգիտեմ, կորզում կամ գումար են վերցնում։ Եթե պոլիկլինիկաների բժիշկները վարձատրում են, որպեսզի քաղաքացիներին անվճար սպասարկեն, պետք է բոլորը անվճար սպասարկեն։ Նամանավանդ թոշակառուները, մեզ դիմել են թոշակառուներ։